պարոն Մամիջանյանը իրականում փոքրինչ սեթևեթել է, ասելով թե ես եմ սուտ խոսել, որտեվ ես չեմ խոսել ազգային ժողովի ամբիոնից։ Ես ազգային ժողովի ամբիոնից ցուցադրել եմ տեսանյութ, որտեղ խոսում է Ջո Բայդենը, հետո թարգմանել եմ Ջո Բայդենի խոսքը։ Այսինքն Հայկ Մամիջանյանը ուզեցել է ասի, որ Ջո Բայդենը ստում է, իսկ Սերժ Սարգսյանը որպես ճշմարտության մի յուրահատուկ մարտիկ, մի սամուրայ ճշմարտության, ասում է ճշմարտությունը։ Օրինակ այն Սերժ Սարգսյանը, որը երրորդ անգամ, եթե հիշում եք, պիտի չառաջադրվեր հանրապետության նախագահի կամ վարչապետի պաշտոն։ Այդ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ստել է։ Ռոբերտ Քոչյանի թիմն էլ պնդում է, թե Ամերիկայի բարձրաստիճան դիվանագիտներն են ստել Wikileaks-ի թղթերում, թե իբր որ երբ որ ասել են, որ Ռոբերտ Քոչյանը ասել է ԱՄՆ նախագահին, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, իր ինքը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում խնդրել, որ չընդունեն ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Մի խոսքով ամբողջ աշխարհը ստում են, Սերժն ու Քոչյանը ճշմարտության վերջին մոհիկաններն են։ Հավատացեք Սերժին ու Քոչյանին։ Նրանց ասածը այդպես կարելի է վերաձևակերպել։